Okay, Ժորժան, սկսում ենք, ուրեմն առաջնայինը մեզ հարկավոր է լինելու տավարի միս, միջուկի համար, սոխ, իմ սոխը բավական մեծ է, դրա համար ես մեկ հատ եմ օգտագործելու, հիմա շատ արագ կաղամ սոխս եւ միսը կդնենք կրակի վրա։ Այն որ ասում եմ, դիսուր ունեմ աշխարհը չունի, նայում եք, քյուֆտաները պատրաստած ուղարկում է ինքը ինձ։ Yeah. Ու sense մի քանի տոպրակ է հələ դեռ սառնարանում է։ Սա դնենք մի կողմ ու անցնենք մեր գործին։ Okay, Ժորժան, աղացած սոխը պատրաստ է, անցնենք գազօջախի մոտ։ Okay, Ժորժան, արդեն միսը դրեցինք եւ հիմա այս ընթացքում եւ ֆլու ընթացքում պիտի անընդհատ խառնենք, ինքը ջուրը պետքա դուրս տա։ Կրակը շատ ուժեղ մի արեք, որպեսզի ինքը կարողանա եփվի։ Ընթացքում արդեն կավելացնենք սոխը։ Արդեն 7 րոպե անց է եւ մեր միսը համարյա թե եփվում է։ Հիմա պետք է ավելացնենք սոխը։ Եվ հետևից արդեն պետք է ավելացնենք մնացած պարագաները։ Ես օգտագործում եմ կծու պղպեղ, հալեպի փաթիլները, կես թեյի գթալի չափով։ Բաղադրությունները չեմ ասում ինչի համար, որտեղ դնելու եմ արդեն տակի հատվածը, կտեսնեք այնտեղ քաղցր պղպեղ, սև բիբար եւ բնականաբար աղ պետք է դնեմ հիմա։ Ըստ ցանկության արդեն այս ամեն ինչը, եթե սիրում եք դուք կծու կամ չեք սիրում, նայած ինչքան եք սիրում։ Եվ ամենավերջում կավելացնեմ կանանչին։ Եվ այսպես էլ եւս 10-15 րոպե գեփվի ու կանջատենք։ Ինչի համար եմ սա պատրաստում առաջնայինը, որպեսզի երբ որ արդեն մենք քյուֆթայի պատերի շերտերը որ սարքելու լինենք, մեզ պետք է սառած լինի արդեն մեր միջուկը։ Տաք վիճակով չեն կարող դնել մեջը։ Եթե ձեր միսը յուղոտ չի, կարող եք շատ չնչին յուղ ավելացնել մեջը։ Միջուկի մեջը խոսքը գնում է, որպեսզի ավելի համեղ լինի մեջի հատվածը։ Okay, Ժորժան արդեն պատրաստ է, եթե նկատում եք, քաշել ամբողջ ջուրն էլ եւ ինքը եփված է լիովին, անջատում ենք, դնում ենք սարչելու եւ անցնենք իշխլի քյուֆտայի պատերի պատրաստմանը։ Okay, հարազատներ, սկսեցինք հիմա արդեն պատերի համար պատրաստել միսը, մեզ առաջնային հարկավոր է բլղուր, բլղուրը լինելու է առաջին համարի, մեր մոտ համարներով է գալի, նայում եք այստեղ, առաջին համարի, որտեվ կա սրանց խոշորը դրանով չի ստացվելու չանեք հանկարծ։ Մոտավորապես 500 գրամի չափով բլղուր է, ես նորից եմ ասում բաղադրությունները կդնեմ այնտեղ, շատ քիչ երման ջրով իրան թրջում ենք, շատ քիչ։ Այնքան որ ինքը մի քիչ արդեն բլղուրը փափկի։ Okay, մի փոքր ավելացնենք ու վերջ եւ թողնելու ենք մոտավորապես 10 րոպեի չափով։ Ուռելուց հետո արդեն կանցնենք մնացած բաղադրություններին։ Okay, Ժորժան, 10 րոպեն անցել է արդեն, հիմա մեզ հարկավոր է քյուֆթայի միս, աղացած, եթե ասում եմ նորից, եթե ձեր որտեղ դուք գտնվում եք եւ ձեր մոտ չկա քյուֆթայի միս, 3 անգամ աղում ենք։ Նայեք իմ միսը ես օրինակ 3 անգամ աղացել եմ։
չեմ գնացա խանութ դրա համար։ Հիմա մեզ հարկավոր է, որ մեջը ավելացնենք իր բաղադրությունները նույնպես։ Ինչա հարկավոր մեզի, հարկավոր է 1 ճաշի գտալ կարմիր պղպեղ, 2 ճաշի գտալ տոմատի մածուկ, պղպեղը կարմիր որ դրեցի քաղցրներ, կծուն չէր, եւ ինձ հարկավոր է լինելու կարմիր պղպեղի մածուկը 1 ճաշի գտալ։ Եվ աղ բնականաբար դա արդեն ըստ ձեր ճաշակի։ Okay, անցնենք հիմա խառնելուն։ Իրան այնքան ենք խառնելու, որ ինքը կպչող դառնա, որ կարողանաք ձեր ձեռքով փորձեք։ Ասենք բացվելուց բացվում է, թե չէ, սա բնականաբար պատրաստ չի դեռ։ Եթե ընթացքում կնկատեք, որ բլուրը շատ եք դրել, շատ չոր է լինում, կարող եք մի քիչ ջուր ավելացնել կամ ընթացքում որ անում եք եւ բլուրը ինքը քաշում անընդհատ ջուրը իր մեջ մեջի։ Եթե կնկատեք, որ կարիքը կա ավելացնելու, մի վախեցեք, հանգիստ ձևով կարող եք ավելացնել ջուր մի քիչ, եթե կարիքը կզգաք։ Okay, ժողովուրդ ջան, որպեսզի կպչուն լինի, հիմա անցնում ենք արդեն լավ խառնելուց հետո աղալուն։ Մեկ անգամ պետք է աղանք, որպեսզի լավ կպչուն ստացվի զանգվածով։ Ահա եւ վերջացինք, նորից հետ մի հատ ենք տրորում ու կարծում եմ արդեն պատրաստ կլինի։ Պետք է մի լավ կպչուն ինքը զանգված լինի։ Ինքը կպչուն արդեն զանգված է, հեշտությամբ բացվում է, բայց մենք իհարկե ձեռքով չենք բացելու, մեր գործը հեշտացնում ենք։ Այս ժամանակներում կարծում եմ ոչ բոլորը այդքան ժամանակ ունեն, որ նստեն ձեռքով ժամերով բացեն, ոնց որ իմ ընկերուհին, որը շատ էր խնդրում, ասում է ինչ կլինի, մի հատ ցույց տու այդ գործիքով, ոնց ես անում, ես էլ անեմ։ Վերջ, հիմա անցնենք մեր գործիքին։ Okay, ժողովուրդ ջան, այս գործիքից եթե չունեք էլ անգամ կարող եք օրդեր անել Amazon.com-ից կամ Temu-ից, նայած որտեղից որ կցանկանաք ինքներդ էլ։ Առաջնային մենք չենք սկսելու այս ձևով, մեզ պետքա պոլիէթիլինային թաղանթը, ցելոֆանը, որով որ ուտելիք եք ծածկում։ Դա հարկավոր է մեզ էթիլինային թաղանթով իրան ծածկենք այս ձևով, այսինքն բայց թույլ ձևով, okay։ Հիմա նորից մյուս կողմը կանեմ, որ ձեր համար է պարզելնի։
Okay, թույլ ենք այս մասը թողնում, լավ թույլ ենք թողնում, որտև ինքը դեռ հլը պետք է սխմի, և մնացած հացվածը տեղափոխում ենք տակի մասը, որ ինքը կարողանա, եթե պետք է լինի, նորից քաշի, սա պատրաստ է, հիմա, մույսը նույն ձև, այստեղ պետք է մեզի պոլիէթիլենային թաղանթով պատենք, սա նրա համար է, որպեսզի հեշտությամբ դուրս գա մեջից քյուֆտաները, թե չէ կպնելու է մեջը ու դուրս չգա։ Սա էլ թույլ ենք ինքը թողնում, որպեսզի ինքը կարողանա լիովին իր ձևը տա։ Okay, վերջ։ Հիմա անցնում ենք քյուֆտային։ Okay։ Մոտ մեկ ճաշի, իմը ճաշի գտալա, այսքան ինձ հարկավոր է, որպեսզի դնեմ մեջը։ Կողքերից հետո ավելանալու է, ոչինչ, հետո էդրանք արդեն հանելու ենք։ Անցանք նորից։ Էսի մի քիչ ավել է եկե։ Մեկ որ կանեք երկու, արդեն կհասկանաք ձեր ճիշտ չափը, անգամ գթալի չափն է կհասկանաք ձեր, ըստ այդմ կգնա։ Ամեն հանելուց էլ 4-4 հատով ենք անելու։ Պատկերացնեք, չէ, ինչքան արագ կարող եք անել ամեն ինչը։ Սա պատրաստ է։ Ինչ ենք անում։ Այս կողմով, որը ձվիկները դեպի դուրս են, այդ կողմով իրան դնելու ենք և սեղմենք։ Հիմա պատկերացրեցիք, չէ, հիմա հաջորդն ենք անելու, մեկ շոր, որ այս կողքերը անպայման դուրս կարացած ելնի, եթե հավասար չենք սեղմում, ինքը հավասար չի գնում, այսինքն պետք է իր բոլոր կողմերով դուրս եկած ելնի։ Հիմա հանցնում ենք հաջորդին։ Նայեք, այս կողմը լավ չի այդքան է դուրս եկել, միած սխմում ենք այնքան, որ կողքից ինքը թո դուրս գա։ Նույն ձև էս մեկը, այնքան, որ կողքից որ դուրս գա մի փոքրիկ, որտեղ մեզ պետք է հետո կպնի ինքը։ Եվ նույնը այս մեկը լավ չի սխմի, հավասարաչափ չի սխմում, մի կոմը ավել է գնում, մի կոմը պակաս։ Okay, վերջ։ Հիմա լցնում ենք մեր արդեն միջուկը, պատրաստած, մեկ շոր անպայման նայեք, որ սառած ելնի միջուկը, տաք վիճակով չեն կարող դնել։ Էսի ինչ իմացել եմ, էլ արդեն ալարում եմ, թե առաջվա նման անեմ քյուֆտան, էլ չեմ անում, գործիքով ավելի արագ է լինում, հատկապես այս ժամանակվա կյանքերը արդեն ամեն ինչի զբաղվածությունը շատ է, այդքան ժամանակ է չկա։ Okay։ Հիմա սա զգուշությամբ իրանք իրար փակելու ենք ու սեղմենք։
Վերջ։ Հանում ենք, մեր քիֆթաները պատրաստ են։ Հիմա ձեռքներս թրջում ենք, ուշադիր եղեք, ջուր ենք անում, մաքուր ջուր է, զգուշությամբ իրան հանում ենք։ Այդ կողքից արդեն որ այստեղ բան կլինի, կարող եք հանել դա, որտեվ դեռ հələ պիտի հավասարցնենք այստեղ։ Եվ որտեղ որ արդեն զգում եք, որ իրա կարի մասն է, մի հատ այդ թրջած ձեռքով ձեր ծածկում եք ու վերջ։ Պատրաստ է դառնում մեր քիֆտաները։ Okay, վերջ։ Դրեցինք պիկոմ, հանցնում ենք հաջորդը հանելուն։ Հիմա նորից հետ հանում ենք ակուրատնի, շատ զգուշությամբ հանում ենք այս կողքի։ Կարող եք չհանեկել եւ սենց թողեք վրան էլ ուղղակի տափախացնեք վրան գնա, կարող եք հանել։ Ձեր գործն է դա արդեն։ Okay, վերջ։ Պատրաստ է։ Անցնում ենք հաջորդին։ Նայում եք ինչ արագ լինում սա։ Այստեղ փոքրիկ հատված դուրսներ։ Անպայման ձեր ձեռքը թրջած պահեք, որպեսզի ավելի սահուն դառնա ինքը ձեր ձեռքի մեջը։ Անցնում ենք հաջորդին եւ նորից։ Վերջ։ 4 հատ, այսինքն դուք անում եք ընդամենը որքան 1 րոպե կամ 2 րոպեում շատ արագ է ստացվում եւ ավելի Հիմա հաջորդ տարբերակը, որ ուզում եմ ցույց տամ, թե մենք մեկ էլ ոնց ենք պատրաստում։ Պատրաստում ենք նաեւ կարագով։ Հիմա կարագովը ցույց կտամ։ Դա էլ շատ համով է, կարող եք սպասի մեջ դնել սարքել, կարող եք ուղղակի խաշել, այդպես ուտել էլի, նայած ով ոնց է ցանկանում, բայց շատ համով է, անպայման խորհուրդ կտամ փորձեք կարագով տարբերակնել։ Մենք շատ ենք օրինակ սիրում մեր ընտանիքում, հատկապես ամուսինս։ Եթե նկատեցիք, ես քիմիոն չէի դրել, որովհետև մերոնք չեն սիրում, եւ պոպոկ չեմ դրել։ Պոպոկ էլ տղաս չի սիրում, տանել չի կարողանում քյուֆտայի մեջը պոպոկ։ Okay, նույն ձև էլի բացում ենք, սխմելով, հավասար։ Սրանց մեծերն էլ կան, որ 8 հատով են անում։
Կարող եք դա օրդեր անել, եթե անում եք միանգամից ուզում եք շատ անեք։ Ես սա ամենասկզբից օրդեր արեցի փորձնականի համար, հետո հասկացա, չէ, լավ էլ ստացվում է։ Ինչի՞ չէ։ Երևի հետագայում 8 հատանոցն կանեմ օրդեր։ Okay, հիմա կարակը վերցնում ենք, առանց աղի կարակն է, զգուշացնում եմ նախորդ, հանկարծ աղովը չդնեք։ Okay, դնում ենք մեջը և նորից հետ փակելու ենք։ Անպայման փորձեք կարակովնել, եթե անում եք, միանգամից փորձեք կարակովը, խորհուրդ եմ տալի, անպայման արեք, սովորական կարակա, ոչ ասախտոր, ոչ մի բան չկա մեջը։ Իրար որ կպնում է, լավ իրար կպցնում ենք, որպեսզի կպնի։ Եվ հանում ենք։ Վերջ, սա առանձնացնում ենք շուտ նորից այս ավելացածը։ Սխալ է, որ չթրջեցի ձեռքս։ Նորից հետ հավասարացնում ենք։ Կարող եք ձեռքով է սենց հավասարացնել, ուղղակի ես սենց հարմար է ինձի թվում։ Ես այդպես եմ անում։ Եթե կուզեք դուք ձեռքով ուղղակի ուղղեք, այդքան բան։ Կարիքը չունեք սենց բաներ անելու։ Որպեսզի տարբերեք կարակը և սովորական քյութան, ասենք տոպրակների մեջը չդնելու, սառացնելու ընթացքում, որ սառցախցիկում պետք է սառացնեք, կարող եք կարակներովը ավելի կլորացնել իրան, որպեսզի տարբերվի կարակը և միսը միջուկը, որպեսզի հետագայում նայեք, կարող եք այսպես կլոր սարքել։ Իմ սկեսյուրը կլոր է անում, որպեսզի մենք տարբերենք կարակը և միսը։ Հիմա անենք հաջորդը նորից։ Կլորացնենք հիմա։ Հաջետ, այդքան բան։ Սա էլ կարակի տեսակներ։ Իսկ դուք ժարիտ անում եք քյոֆտաները, հետաքրքիր է, օրինակ մենք անում ենք, ժարիտ էլ ենք անում քյոֆտաները։ Շատ համով է լինում։ Ձեթի մեջ նախ եփում ենք, որ լինում է, չէ, նոր տարվա սեղանին դնում եք, ու շատ է լինում, մնում է և ուտող չկա էլ այդքան, հետո դա հանում ենք, ջրաքամ ենք անում իրան և դնում ենք ձեթի մեջը և ժարիտում ենք, շատ համով է լինում։ Եվ անցնենք հիմա սա։ Վերջ։